Հայտարարագիր ներկայացնելու ժամկետները երկարաձգվեցին, քանի որ Հայաստանում շատերը չունեին նույնականացման անձնագիր էլեկտրոնային ստորագրության համար։ Կենսաչափական անձնագիր ստանալու ճանապարհին շատերը բախվում են խնդիրների։ Եթե լիներ նորմալ համակարգված աշխատանք, նորմալ պլանավորում, դա կամ պետք է ուրեմն այս աշխատանքները նախապատրաստական շատ ավելի շուտ սկսվեին, շատ ավելի քիչ թվով բարիերներ, խոչընդոտներ լինեին, մասնավորապես այդ նույնականացման քարտի հետ կապված։ Հոկտանյանն ինքն էլ բախվել է այս խնդրին, ասում է ինքն էլ ոչ նույնականացման անձնագիր ունի, ոչ կրիչ եւ որ իրեն էլ դրանց հասնելու երկար շղթան է սպասվում։ Իսկ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից ժամին տեղեկացրին, որ հայտարարագրի համատեքստում աշխուժացած պահանջարկով պայմանավորված տարեսկզբից մինչև օրս 77321 դիմում ունեն։ Միևնույն ժամանակ դիմումը ներկայացնելու իր հերթին է սպասում մոտ 70000 քաղաքացի։ Արդյոք համակարգը պատրաստ կլինի այս սավալի տվյալների ներբեռնմանը։ Պատասխանատուները դժվարանում են կանխատեսումներ անել։ Եթե վերցնենք աշխատող, բայց ID քարտ չունեցող անձանց թիվը, դա ավելի մեծ թիվ է։ Հիմա ըստ էության մենք միշտ ունենք այդ իրավիճակը, երբ սահմանված վերջնաժամկետների մոտ նոր աշխուժանում են հոսքերը, արդեն ավելի ուշ պետք է խոսենք ինչպիսին է դինամիկան։ Այս պահին այն թողունակությունը բավարար է։ Էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու համար նույնականացման քարտի վրա պարտադիր է կրիչի առկայությունը։ Սա դիմորդներն ավելորդ գլխացավանք են համարում, իսկ կրիչին հասնելու ճանապարհը պարզվում է բավականին երկար է։ ID քարտը վերցնելուց հետո անդը պետք է մոտենա իր հեռահաղորդակցության օպերատորին, տելեկոմ օպերատորին եւ փոխարինի իր բջջային քարտը։ Նոր վերաթողարկված բջջային քարտը հնարավորություն է տալիս էլեկտրոնային ստորագրություն ապահովելու։ Էլեկտրոնային ստորագրության տարեկան վճարը նախապես սահմանել 3500 դրամ, բայց Նելի Դավթյանն ասում է, որ իր տեղեկություններով որոշում կա, որ հայտարարագրման պրոցեսի ընթացքում այդ գումարը չի գանձվելու։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։